Հաշվի առնելով նաև, որ այսօր եւ արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաև այս հանգամանքը շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք, եւ ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ իհարկե որոշակի process-ներ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որտեղ ես նախկինում նաև առիթ ունեցել եմ ասելու, որ անզեն աչքով նույնիսկ նկատելի է, որ օրինակ կրթության ոլորտում աղջիկները ավելի ակտիվ են, քան տղաները։ Ընդ որում մենք նաև սրա մասին վկայող եւ ապացույց ունենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում օրինակ տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունենք, եթե ոչ ամենաբարձրը կանանց ներգրավվածության։ Այսինքն IT համակարգում ոչ մի երկրում ավելի բարձր ցուցանիշ, թե առնվազն առաջատարներից մեկն են, եթե ոչ միանձնյա առաջատարը, կանայք այդքան շատ ներգրաված չեն IT ոլորտում, սա նշանակում է, սա իմ ասացի տեսական թեզի գործնական արտահայտումն է, որովհետև IT համակարգում այն եզակի տեղերից է, որտեղ առանց առնվազն մի կրթական մինիմումի հնարավոր չի այդտեղ ներգրավել եւ աշխատել։ Եվ ես կարծում եմ, որ սա մի կողմից այո մենք ուրախանում ենք, ասում ենք, բայց մյուս կողմից վկայում է մեր երկրում արկա խորը խնդիրների մասին, եւ ես կարծում եմ, որ մենք թերագնահատում ենք այդ խնդիրները, եւ այդ իմ ընկալմամբ այդ խնդիրների մի հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալման մասով։